Խաչատրյան, ուզում եմ հարցնել Արմեն Գրիգորյանի պաշտոնանկությունից, սա անակնկալ է եղել, թե վարչությունում քաղաքացիական պայմանագրի քննարկվել է եւ արդեն մամուլում կան տեղեկություններ, հրապարակումներ, որ Արմեն Գրիգորյանը նշանակվելու է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, արդյոք այդ քննարկումը եղել է եւ օրինակ արձակուրդից հետո նա կնշանակվի դեսպանի պաշտոնում եւ ինչպես է ընդհանրապես գնահատում կամ բացատրում, հա, որպես քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ այս պաշտոնանկությունը արդյոք նրանից եղել է պաշտոնանկություն թե պաշտոնի նշանակումը Դե պաշտոնանկ արվել ոչ մի պաշտոնի դեռ չի նշանակվել Նկատի ունեմ դժգոհություն է եղել նրա աշխատանքից ինչն է սրա հիմքը Տեսեք, եթե պարոն Գրիգորյանին այլ պաշտոնի տեղափոխելու հարցը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում չի քննարկվել։ Մենք այդ հարցը չենք քննարկել, ընդհանրապես չենք քննարկել անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնի ազատման, այլ պաշտոնի տեղափոխման, այլ պաշտոնում այլ անձի նշանակման։ Այսինքն սա ձեր համար անակնկալ էր։ Գուցե եւ անակնկալ չէր, բայց այդ հարցը մենք չենք Բա որ չեք քննարկել, ոնց անակնկալ չէր։ Դե այլ տեղերում եք քննարկել։ Կներեք, բայց ամեն ինչից անակնկալի չեմ գալիս, շատ դժվար եմ անակնկալ։ Ահա, չնկատի ունեմ, ինչով եք օրինակ բացատրում։ Դուք գիտեք պատճառները, պարոն Գրիգորյանը։ Տեսեք, Արմեն Գրիգորյան քանի տարի է, որ անվտանգության խորհրդի քարտուղար է, 5, 6, չէ՞, 6։ Ավելի շատ։ Գուցե ավելի շատ, 6 եւ ավելի տարիներ անվտանգության խորհրդի քարտուղար է եւ սովորաբար ինչ որ մի ժամկետ լրանալուց հետո պաշտոնյաները փոփոխվում են, փոխարինվում են այլ պաշտոնյաներով տեղափոխություններով։ Գուցե դա Արմեն Գրիգորյանի ցանկությունն է եղել այլևս այլ պաշտոնի անցնել, ես չեմ կարող ասել այդ մասին, բայց հարգելի լրագրողներ, շատ նորմալ է, որ մարդը 6-7 տարի ինչ որ մի պաշտոնում աշխատելուց հետո այլ պաշտոնի է տեղափոխվում։ Դա նորմալ է եւ կարծում եմ նույնիսկ երբեմն անհրաժեշտ։ Իսկ ընդհանրապես պարոն Խաչատրյան, որ ասում եք սա միայն պաշտպանության նախարարության դիրույթում չէ այդ հարցը ու համագործակցություն չկա պետքա լինի, բա որն է եղել պատճառը այդ համագործակցության չկայացման, հա, ինչն է խանգարել, որ նախքան այս դեպքերի շատ լինելուց առաջ այդ համագործակցությունը լիներ։ Տեսեք, ես համագործակցության մասին ամենևին չխոսեցի։ Էլի կրկնում, ամենամեծ պատասխանատուն պաշտպանության գերատեսչությունն է։ Համագործակցության առումով խնդիր չունենք պետական մարմինների միջև համագործակցություն, բայց մենք խնդիր ունենք պատճառների եւ նպաստող պայմանների արձանագրման, որն են դրանք։ Մենք չգիտենք հստակ ինչն է դրանք։ Ամբողջական ցուցակը չգիտենք։ Պատճառը այդ դեպքերի քրեական ենթամշակույթն է, վատ դաստիարակությունն է, սոցիալական առաջնային խմբերում անձի ձևավորման process-ների խաթարումն է տարբեր պատճառներով ընտանեկան խնդիրներից սկսած վերջացրած բուլինգի եւ այլի։ Այդ ամեն ինչը բերում է անձի խաթարման, հոգեբանության եւ մի մասը ավելի հեշտ ընկալում է քրեական ենթամշակույթը եւ համարում է, որ ինքը այդ ենթամշակույթի կրող է ու փորձում է ամբողջ կյանքը շարունակել, ինչի արդյունքում լինում են այդ անձագործության դեպքերը, մյուս մասն այլ խեղաթյուրումներ է այդ բերում եւ պետք է իմ ասածը վերաբերում է ամբողջ շղթային։ Պարոն Խաչատրյան, մի հարց էլ խնդրում եմ ծաղլուցեք, ես խորամուխ չեմ եղել այդ հարցում։ Օրինակ, երբ որ երիտասարդը զորակոչվում է բանակ եւ համապատասխան կոմիսիա է անցնում, այդ կոմիսիայի ընթացքում արդյոք նրա հոգեհուզական վիճակը նույնպես քննության է առնվում, հոգեբանական վիճակը, այդպիսի փորձաքննության ենթարկվում է։ Շնորհակալություն հարցի համար, այո։ Եվ պետք է ասեմ ձեզ, որ վերջին մի քանի տարվա մեջ շատ ավելի խիստ մոտեցումներ են դրսևորվում այս առումով։ Անձի հոգեբանական առողջության վիճակի ստուգումը շատ ավելի խիստ պայմաններում է իրականացում, քան երբևէ, եւ հատկապես այն անձինք, ովքեր որոշել են սպայական ռազմաուսումնական հաստատություններ ընդունվեն, իրենց պարամետրերը շատ ավելի բարձր են։ Հնարավոր է, որ որոշակի խնդիրներով մարդը պարտադիր զինվորական ծառայության համար ճանաչվի պիտանի, բայց այդ նույն մարդը չճանաչվի պիտանի ռազմաուսումնական հաստատություն ընդունվելու եւ հետագայում սպա դառնալու համար։ Պետք է նշեմ, որ այո, բավականին խիստ այդ ստուգումները իրականացվում։ Զինված ուժեր զորակոչվելու պարագայում էր այդ։ Այո, բավականին խիստ է։ Եթե անձի հոգեհուզական վիճակը բավարար չէ, այդ հիմքով օրինակ ունեք վիճակագրություն, քան հոգի է ազատվել
ուսումնական հաստատություններ ընդունվելուց եւ քանիսն են, որ Ես մի քանի մասնավոր դեպքեր գիտեմ, երբ որ ծնողները դիմել են ինձ, երիտասարդը եղել է բավականին գրագետ, բավականին պատրաստված եւ ցանկություն է հայտնել օրինակ ռազմաբժշկական հաստատությունում սովորի, այնուհետև ծառայի զինված ուժերում որպես բժիշկ, բայց հոգեհուզական այդ փորձակնությունը չի անցել։ Համարել են բժիշկները, որ մի քիչ ավելի հուզական է, քան որ պետք է սպան ունենա։ Հա, ինքը բանակում գնում է ծառայում 2 տարի, բայց որպես սպա, քանի որ սպան նաև կոչված է անձնակազմի հետ աշխատանքներ տանելու, նման դեպքեր շատ գիտեմ, որ դիմել են այդ խնդրով ծնողները նույնիսկ բողոք են ներկայացրել, որ ինչու համար իրենց երեխաները չեն կարող սովորել այդ հաստատությունը։ մահվան շարքային կազմում են արձանագրել, Հա, այսինքն զինվորներում, այո։ Բայց ես այդ դեպքերով ուսումնասիրել եմ ինչպիսի ստուգումներ են իրականացվում եւ արձանագրեցի, որ բավականին լուրջ, շատ լուրջ process են անցնում հոգեբանական առողջության վիճակի գնահատման համար։ Պարոն Խաչատյան, վերջացրեցիք, խնդրեմ։ Պարոն Խաչատյան, հիմնականում ձեր իշխանության նկատմամբ եւ պատասխանատու քաղաքացիական պայմանագրի ես նկատի ունեմ իշխանության նկատմամբ եւ նաեւ մի կուսակցության, որը պատասխանատու է, հա, բանակի բարեփոխումների եւ այլն ըստ ձեր հայտարարությունների, նաեւ ձեր նկատմամբ քննադատությունը կամ ձեր հասցեին քննադատությունը հիմնականում ուղղված է նրան, որ մարդը ձեզ է տալիս երեխային եւ ցավալիորեն այսպես ձևակերպեմ եւ նրա դիակն է ստանում, հա, այս քննադատությունների ֆոնին ինչ է արվում, որպեսզի օրինակ բարձրագույն սպայական կազմը, օրինակ դուք գիտեք դեպքեր, երբ այդ ինքնասպանություն որակված կամ սպանության հասցնելու որակված դեպքերով, ասենք բարձրագույն սպայական կազմը պատժվի, այստեղ կարգ ու կանոնի մասին եք դուք խոսում դրա բացակայության, հա, որ հիմնականում այսպես միջանձնային խնդիրներ են։ Ինչպես եք դուք լուծում, օրինակ ունեք դրա համար այսպես մշակած ծրագիր, որով գնում եք առաջ, թե ուղղակի հայտարարություններ են հնչում, որից հետո էլի ու էլի այս դեպքերը գրանցվում են։ Տեսեք, միանշանակ այդպիսի դեպքերի տեղի ունենալու դեպքում քրեական վարույթ է սկսվում եւ որի ընթացքում օբյեկտիվ բազմակողմանի լրիվ քննություն է իրականացնում եւ բոլոր մեղավորները եւ պատասխանատուները ենթարկվում են պատասխանատվություն։ Սա պաշտոնապես հայտարարում են, որ այդպես է, բազմաթիվ սպաներ, զինծառայողներ, նույնիսկ հրամանատարներ ենթարկվել են անգամ քրեական պատասխանատվության, իրենց ֆունկցիոնալ գործառույթները չիրականացնելու կամ ոչ պատշաճ իրականացնելու համար, ինչը հանգեցրել է, եթե պատճառական կապ ունի այդ դեպքի հետ։ Միանշանակ բազմաթիվ են դեպքերը, երբ որ ենթարկվում են, կարելի է ասել չկա դեպք, նույնիսկ կարող եմ այսպիսի հայտարարություն անեմ, ինքնասպանության, սպանության կամ բռնությունների կիրառման, երբ որ հրամանատարական կազմից պատասխանատվության ենթարկումներ չլինեն։ Գրեթե չկա։ Այնուհանդերձ խաղաղ պայմաններում բանակում զոհերի, ինչպես գոլեգաս նկատեց, հիմնականում, հա, շարքային կազմում, շարքայինների կազմում այդ մահերը, արդյոք ձեզ չեն հուշում, որ այլ փոփոխություններ, օրինակ նույն պաշտպանության նախարարի փոփոխության հարց, օրինակ նրա տեսլականը ի վերջո չի իրականացվում, հա, ինչպես դուք ասում եք, որ արվում է, ինչ գիտեմ, սպայական կազմը եւ այլն, օրինակ մտածում եք նրա փոփոխության մասին, որ նրա տեսլականը ի վերջո չի բերում բացառմանը կամ նվազեցմանը այս թվերի։ Տեսեք, իշխանությունը, ինչպես դուք ասում եք, 21 թվին որդեգրել է ծրագրային բարեփոխումներ պաշտպանության համակարգում, ինչը բավականին մեծ ծավալի է եւ բավականին մեծ բովանդակության։ Ինչը որ ճիշտն ասեմ, 21 թվականին, երբ որ մենք դա ծանոթացանք, տեսանք, դժվար իրականանալի էր եւ կարծում ենք, որ շատ դժվար կլինի դա իրականացնել։ Զինծառայության ժամկետի կրճատում, այդքան զենքի ձեռքբերում, ուսում եւ այլ եւ այլ։ Բայց փառք Աստծո, այդ 5 տարիների ընթացքում այս նույն թիմը կարողացել է այդ բարեփոխումները իրականացնել եւ հաջող ավարտին բերել։ Դուք բարեփոխում օրինակ որով ամբողջական, բոլորն եմ ասում, զենք զինամթերքի ձեռքբերում, դա զինված ուժերը, զենք զինամթերքի արտադրություն, զինծառայողների ուսման որակի էական բարձրացում, ասենք այդ ուսումնական հաստատություններում եւ մի շարք շատ միջանձնային հարաբերությունները դրա մաս չէ։ Բայց իհարկե դրա
մասը միջանձնային հարաբերություններ եւ ընդհանրապես զինված ուժերում հանցավորության մակարդակը։ Դա միայն միջանձնային հարաբերություններ չի, դա բենզինի գողանալ է, դա նաեւ տարբեր հանցագործություններ, որ տեղի են ունենում զինված Հիմա ուժերում։ դուք այս օղակի Հիմա տարված աշխատանքները ո՞նց է գնահատում։ Այս մեծ ամբողջ բարեփոխումների այս մի օղակում այո խնդիր ենք տեսնում, բացեր ենք տեսնում եւ այդ բացերը լրացնելու համար իրականացվելու են գուցե եւ կադրային փոփոխություններ այդ հրամանատարական կազմի մեջ, այսինքն պատասխանատուների կազմի մեջ։ Բայց պարոն Պապիկյանը վերանշանակվում, այսինքն ամեն ինչը գիտական չի վերաբերվում պարոն Պապիկյանին։ Պապիկյանին առաջինն է վերաբերվում այդ ամեն ինչը։ Պապիկյանը շատ մեծ հաջողությամբ իրականացվել է բարեփոխումները եւ վստահ եմ եւ որ այս մի խնդիրներին էլ է ինքը կարողանալու դիմագրավել մեր բոլորիս օգնությամբ եւ հանրության օգնությամբ։ Այս խնդիրը այո կա, բայց մենք պետք է թողենք, որ ինքը այդ խնդիրների լուծման ուղղությամբ միջոցառումներ ներկայացնի եւ կազմակերպի մեր օգնությամբ։